Լավ, հաջորդը կասեք, տեսեք, ձեր կինը աշխատում է ազգային անվտանգության ծառայությունում, ճիշտ է։ Դուք հավակնում եք մի պաշտոնի, որի ստեյության ընդհատության տակ հիմնականում չէ, որպես կանոն պաշտոնատար անձինք են այդ թվում ուժային համակարգի ծառայողներ, ձեր կնոջ ԱԱԾ-ում ծառայելու հանգամանքը չի կարող ձեզ կաշկանդել կամ ձեր վրա ազդեցության լծակ լինել, որպեսզի դուք օրինակ ԱԱԾ-ում կատարվող կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ այլ հայացքով նայեք, sense պայմանական ասած։ Ես նորից նշեմ, պարոն Յանիսյան, ինձ կաշկանդող որևէ հանգամանք չկա, իսկ ինչ վերաբերում է ապագայի իրադարձություններին, ես չեմ կարող դրան կանխատեսել, բայց նորից եմ նշում, որևէ կաշկանդող հանգամանք կամ կաշկանդող անձ իմ համար գոյություն չունի։ Լավ, ես հաջորդը նորից հնարավոր կաշկանդող հանգամանքների մեջ դուք շատ երկար ճանապարհ եք անցել տարբեր պաշտոններում ձեր ներկայիս վերադասի հետ, հա, եւ այս առումով նույն կաշկանդվածությունը չեք ունենա, օրինակ, եթե վաղը քննչական կոմիտեի որևիցե ծառայողի քննություն լինի։ Որտեվ ես ներողություն, ես օրինակ բոլորովին վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել որոշումով անդրադարձավ Կարեն Անդրեասյանի եւ նրա մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանի, հենց այդ գիտեք, հա, հիմա օրինակ այս առումով, եթե դուք ենթադրենք քննեք ինչ-որ մի գործ, սենց հարցի ռիսկ չեք տեսնում։ Շնորհակալություն հարցի համար։ Ներողություն էլի խնդրում եմ մի ուղղակի հաշվի առնելով, որ հնարավոր է, որ ես այդ գործին մասնակցեմ, մի հատ հստակեցնենք էլի։ Խնդրում եմ հստակեցրեք էլի ինչի հետ կապված է, որովհետև ես անխուսափելու եմ այդ գործի վերաբացմանը հնարավոր է մասնակցեմ, ինչ խնդիր է կա։ Գործի հետ կապված չի հարցից։ Չէ, որ ասացիք եվրոպական։ Չէ, ես ասում եմ, որ դա հանգամանք է։ Մի հետն էլ է արձանագրում, որ դա հանգամանք է, որ երբ որ օրինակ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ էր եւ Գրիգոր Մինասյանը արտարդատության նախարար էր, իրենց ընկերական հարաբերությունները էական հանգամանք է, որը ազդում է շատ բաների վրա։ Այդ թվում տվյալ դեպքում մի էլի պարագրամ կարգապահական վարույթի կոնտեքստում էր նայել։ Հիմա ես հարցում եմ նույնը, օրինակ ձեր ընկերական հարաբերությունները քննչական կոմիտեի ներկայիս նախագահի հետ նման ռիսկ չի կարող ստեղծել։ Հա, բայց ընդ ուրիշ բան է արձանագրել, այդպես չի արձանագրել, էլի ուղղակի դրա համար եմ ասում, որ հենց այնպիսի հստակություն, որ ես մասնակցելու եմ, հանկարծ այնպես չլինի, որ բացարկի հարց ունենամ, այնպես չի քննարկվել այդ հարցը, չի ասում այդ փաստը գոյություն ունի ընդհանրապես, որը խանգարում չի քննարկվել այդ հարցը, կարող եք պատասխանել։ Վերադառնալով այս հարցադրմանը, պարոն Պողոսյանի հետ այո 2013 թվականից գտնվում ենք գործընկերային հարաբերությունների մեջ, երբ որ ինքը աշխատում է Շիրակի մարզի դատախազությունում, ես աշխատել եմ որպես քննիչ, այնուհետև ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, իսկ ներկայում արդեն քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ուզում նախ եւ առաջ նշել, որ ես երբեք չեմ խուսափում իմ կարծիքը արտահայտելուց ու իմ տեսակետը ներկայացնելուց, այդ ու նաև ղեկավարության հետ շփումներում ու նաև հնարավոր իրավիճակների քննարկման տիրույթում։ Բայց որպեսզի այս հարցադրման մասով ձեր կասկածները փարատեմ, հա, շահերի պահպան իրավիճակով պայմանավորված, բերեմ պրակտիկայից իմ աշխատանքային փորձից օրինակներ, երբ որ ես աշխատել եմ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, իսկ պարոն Պողոսյանը աշխատել է գլխավոր դատախազությունում որպես գլխավոր դատախազի տեղակալ, նրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների դատախազների կողմից
բազմաթիվ վերաքննիչ բողոքներ եմ ստացել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, բողոքներ եմ ստացել նաև այդ նույն գործերով պաշտպանական կողմից, պաշտպաններից և կայացրել եմ օբյեկտիվ և արտար դատական ակտեր ու շատ հաճախ նաև իմ կայացրած դատական ակտերը չի համընկել դատախազության դիրքորոշման հետ և այս մասով պարոն Պողոսյանը որպես գլխավոր դատախազի տեղակալ իմ կայացրած բազմաթիվ ակտերի դեմ բերել է վճռաբեկ բողոքներ, այսինքն անհամաձայնություն է հայտնել իմ կայացրած ակտերի դեմ, հետևաբար սա վառ օրինակ է այն մասին, որ որևէ շահերի փախում այս իրավիճակում ու նաև հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնելու դեպքում չի կարող լինել, իսկ ինչ վերաբերում է այդ քննչական կոմիտեի ծառայողների վերաբերյալ քրեական վարույթների քննությանը, ապա նշեմ, որ ներկայում ևս, երբ որ հայտնաբերվում են քննիչների կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ տվյալներ, իմ կողմից, ինչպես նաև ինձ ենթակա աշխատակիցների կողմից համապատասխան զեկուցագրեր են ներկայացվում քննչական կոմիտեի նախագահային ծառայական քննություն անցկացնելու նպատակով, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացվում հակակոռուպցիոն կոմիտե, հետևաբար այս մասով որևէ կաշկանդվածություն չի կարող լինել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, այո, ես գամ մի